Հարգելի հայրենակիցներ ջան, մի հատ շտաբ տեղեկություն խնդրում եմ անպայման տարածեք շատ կարճ։ Ուրեմն ես ԿՊ-ի падգամավորներից ինչ որ մեկը, երկուսը սենց ինչ որ սկսան շոու անել, տարածել են ինֆորմացիա, որ դրսից եկող հայերին, ովքեր գալիս են ընտրություններին մասնակցել, Հայաստանի քաղաքացիներին, անպայման պետքա ծանուցագիր տանք, որ մասնակցեն այս միամսյա վարժական հավաքներին։ Ու այդ շոուի շարունակությունը հետո ինչ որ օդանավակայանում ռազմական ոստիկանությանը կանգնած ու ծանուցագիր է տալի։ Սենց շուխուռ են գցել անկապ շոուի լրիվ, այտենց բան գոյություն չունի։ Ուրեմն ասեմ ձեզ, այդ կանգնած ինչ որ կանգնացրել են դրանց, այդ մեր ոստիկաններին ռազմական, իրանք ոչ մի ծանուցագիր տալու իրավունք չունեն, չեն էլ տալիս։ Իրանք ընդամենը կարող է փաստաթուղթ հարցնեն, նայեն։ Դրա ընդհանրապես խնդիր չկա, ում որ կանչելու են շուտվանից արդեն նախ ասեմ այդ ծանուցագիրը միայն զինկոմիսարիատն է ուղարկում տալիս։ Դա ուղարկում են բնակության վայրում, նախորոք ումը չի եկել, ոչ էլ կգա, դրա ժամանակը չի հիմա, դրանով ոչ մեկ հիմա չի զբաղվում։ Ումը պետքա կանչել են, կանչում են, եթե ձեզ այսքան վաղ չեն կանչել, չեն էլ կանչելու, հələ որ մյուս տարի կկանչեն։ Մի խոսքով սրա հարցը չկա, եթե ասենք սրանք գիտեմ վախենում են, հայ տղամարդը պետք է վախենա ինչ որ մի ամսյա հավաքից, սրանք գիտե իրանք ցով են իրանք չափում։ Խնդիր չկա ստե ոչ մի, ասեք մարդ կա հիմա կարևոր գործեր ունի, գալիս է մի շաբաթով, երկու շաբաթով պետք է հետ գնա, ուզում են այնց անեն, չգա այս մարդը։ Արխային եկեք ժողովուրդ, տենց խնդիր չկա։ Եթե ձեզ հանկարծ ինչ որ մեկը օդանավակայանում կամ մի այլ ինչ որ սահմանի վրա կուզենա ձեզ ծանուցագիր տա, ինչ որ մի ռազմական ոստիկանություն, չգիտեմ ինչ որ մեկը կներկայանա, դուք զանգեք ինձ, ես 20 րոպեից կգամ այդտեղ այդ հարցը տեղում կլուծեմ, այդ ծանուցագիրը կմտցնեմ այդ համապատասխան վայրը տվողի։ Այդպես բան չկա։ Բոլոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ասեմ ձևը ոնց է գալը, որպեսի ճիշտ լինի, խնդիր ընդհանրապես հարց вообще ոչ մի հարց չծագի։ Բոլոր Հայաստանի քաղաքացիները, ովքեր որ գալիս են Հայաստան եւ թող հենց միանգամից տամոժնիում ներկայացնեն հայկական անձնագիրը։ Այլ երկրի անձնագիր եթե ունեք ու այդ երկրից որ թռել եք, տոմսը ինչով եք առել, այնտեղ ինչ եք ներկայացրել, կապ չունի։ Դուք Հայաստանում արխային Հայաստանի տամոժնում ներկայացրեք ձեր հայկական անձնագիրը, տամոժնի ոչինչ ձեզ չի հարցնելու, ընդհանրապես միայն ասելու է բարի գալուց ձեզ։ Այդքան բանում մտնում եք ձեր երկիր, ձեր տունը։ Եթե այլ անձնագիր եք ներկայացնում, կարող են հարցեր տալ, ասեն ինչի համար եք եկել ես կողմեն կողմ։ Էդի դրեք մի կողմ առանձին, դա իրանց գործը չի։ Մտնում եք, իսկ եթե դրսում ինչ որ զինվորական ոստիկանություն կլինի, թող հա հարցնեն առհեսա, հա։ Վերջ, այդքան բան։ Արխային ոչ մի խնդիր չկա, ոչ մեկ սրանից հանկարծ չնեղվի, սրանք մտածում են, թե ինչ որ պետք է հայ տղամարդը վախենա մի ամսով գնա իր հայրենիքին համար ծառայի, այսով եք դուք եք վախենում հայոց բանակից, այդ աբիժնիկ, հայոց բանակից աբիժնիկներ շատ կան, դրա համար էլ այսենց են անում։ Այսքան բան, այս շուտ տարածեք ժողովուրդ, որ մարդիկ իմանան, արդեն շխուրը գցել են, արդեն, ասենք մարդկանց ունենց են անում, որ չգան։ Արխային եկեք ժողովուրդ, ոչ մի խնդիր չկա, հենց խնդիր եղավ իմ հեռախոսը իմ էջի վերևում գրած է, կզանգեք կամ մի ձև կգրեք, ես հենց նույն րոպեին դուրս կգամ 20 րոպեից կգամ այդ հարցը տեղ կլուծեմ։ Արխային